Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսենք կառավարության նիստի այսօրվա մեր աշխատանքները, առաջարկում եմ հաստատել օրակարգը, կան օրակարգի հետ կապված հարցեր առաջարկություններ, չկան, առաջարկում եմ հաստատել, ովքեր են դեմ չկա, օրակարգը հաստատվեց, առաջարկում եմ հաստատել քվեարկել չզեկուցվող հարցերի փաթեթի որոշումները, կան առաջարկություններ, չկան, առաջարկում եմ ընդունել որոշումները, ովքեր են դեմ չկա, հարգելի գործընկերներ, կցանկանայի արձանագրել, որ մենք չզեկուցվող հարցերի փաթեթում հավանության արժանացրեցինք նաև 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը եւ Սահմանադրության 156-րդ հոդվածի համաձայն այս շաբաթ այն ուղարկելու ենք ազգային ժողով։ Կխնդրեմ բոլորին, որ եւս մեկ անգամ այսօր ծանոթանան վերջնական տեքստի հետ, այնուամենայնիվ մենք ստիպված ենք պահպանել ողջամիտ ծավալ եւ խորություն տեղեկատվական եւ չի բացառվում, որ կան հարցեր, որոնք դուք կցանկանայիք, որպեսզի զեկույցում նկարագրվեր կամ նկարագրվեր ավելի մանրամասն, բայց եթե դա տեղի չի ունեցել, խնդրում եմ նշված տիպի հարցերը ներկայացրեք իմ գրասենյակ, մենք կփորձենք դա զետեղել հարակից ելույթներում, որոնք զեկույցը ներկայացնելիս ազգային ժողովում կառավարությունը այդ հնարավորությունը ունենալու է եւ ըստ այդմ մենք բնականաբար կզետեղենք այնտեղ, որպեսզի պատկերը ավելի ամբողջական լինի։ Այսքանը անցնենք զեկուցվող հարցերին, հարց համար 18, խնդրեմ Տիկին Անդրեսյան։ Շնորհակալություն, հարգելի պարոն Գրիգորյան, հարգելի գործընկերներ, ներկայացնում եմ ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Պետք է հիշեցնեմ, որ մենք 2023 թվականի հոկտեմբերի 19-ին հաստատել էինք ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը, եւ սա պարունակում էր մեր նախնական պատկերացումներն ու տեսլականը ակադեմիական քաղաք ծրագրի շուրջ, որի շրջանակներում էլ մեծ ծավալի աշխատանք է արվել դրանից հետո ընկած ժամանակահատվածում եւ այժմ գտնվում ենք մի փուլում, երբ որ կատարված աշխատանքը ամբողջությամբ հնարավոր է դարձնում հայեցակարգը հաստատել լրամշակված խմբագրությամբ, շատ ավելի հստակ եւ տեսանելի դարձնելով մեր առաջիկա անելիքները եւ ձեր թույլտվությամբ նախ կուզեի նշել այս ընթացքում կատարված աշխատանքների մասին, մասնավորապես մենք արդեն մի փուլում ենք, որ GMP գերմանական ճարտարապետական կազմակերպության կողմից մշակվել է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը եւ այն ներկայացվել է նաեւ մեր օրենսդրության համապատասխան համալիր փորձաքննության եւ հաստատման։ Մշակվել է նաև էլի գերմանական մեկ այլ խորհրդատվական կազմակերպության կողմից ակադեմիական քաղաքի քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակը, որը հատկապես կարևոր է եղել ռիսկերի կառավարման ամբողջական շտեմարանի ձևավորման եւ այս ուղղությամբ գործողությունների ծրագրի մշակման ուղղությամբ։ Իտալական սիստեմատիկա կազմակերպության կողմից իրականացվել է տրանսպորտի եւ շարժունակության վերաբերյալ ուսումնասիրությունը, որը դարձել է ծրագրի շատ կարևոր հատվածը։ Թում International կազմակերպության կողմից մշակվել է ինչպես տեխնոլոգիական կլաստերի ձևավորման, այնպես էլ ակադեմիական քաղաքի կառավարման համակարգը։ Ներկայումս Ernst & Young կազմակերպությունը ավարտում է ծրագրի ֆինանսական իրագործելիության, կենսունակության եւ ներդրումային հնարավորությունների վերլուծության աշխատանքը, որը մարտի ընթացքում պատրաստ կլինի եւ հնարավորություն կտա արդեն ծրագրի ներդրումային փաթեթը ամբողջականացնել եւ սկսել ներդրումային ուղղությամբ աշխատանքները առանձին աշխատաժողովների եւ գործընկերների հետ հարաբերություններով։ Բացի դրանից մենք հեղինակավոր բուհերի հետ համագործակցությամբ իրականացնում ենք կրթական կլաստերի ձևավորման, արվեստի կլաստերի բովանդակության եւ կառուցվածքի մշակման, ինչպես նաեւ արդեն իսկ նաեւ Քեմբրիջի հետ բանակցում ենք դասական կլաստերի ուղղությամբ ներգրավելու եւ այս աշխատանքներն էլ առաջ տանելու։ Ինչպես նշեցի, կատարված աշխատանքների հիման վրա
Հայեցակարգը ամբողջությամբ վերանայվել է եւ այժմ ներկայացված նախագծով սահմանվում են ակադեմիական քաղաքի տեսլականը, առաքելությունը, հիմնարար սկզբունքները եւ թիրախները, ծրագրի կառավարման նկարագիրը, կազմակերպական կառուցվածքը եւ կլաստերների ընդհանուր մոդելը ու նկարագրերը, տեղադիրքը, ենթակառուցվածքները եւ տարածքի զարգացման սկզբունքները։ Ինչպես նաեւ նշեցի, ռիսկերի կառավարման եւ կայունության հարցերը առանձին նույնպես արտացոլված են հայեցակարգում։ Ինչը շատ կարևոր է, ակադեմիական քաղաքի շրջանակներում ներգրավում ենք նաև տաղանդների զարգացման ծրագիրը, որի ընդունմամբ կմեկնարկեն մեր հանրապետությունում տաղանդների բացահայտմանը եւ զարգացմանը միտված աշխատանքները, որը հնարավորություն կստեղծի իրականացնելու կրթության զարգացման ռազմավարությամբ ամրագրված եւ պետական ամենաբարձր մակարդակում հնչեցված այն սկզբունքը, համաձայն որի մեր կրթական համակարգի առաքելությունն է բացահայտել եւ հնարավորին չափ զարգացնել յուրաքանչյուրի տաղանդը, ընդլայնելով իր երկրում սեփական բարեկեցությունն ապահովելու անհատի հնարավորությունները։ Տաղանդների զարգացման ծրագիրը իրականացվելու է ակադեմիական քաղաք ծրագրի շրջանակներում, նպատակ ունենալով ապահովել ակադեմիական քաղաքի էության հստակ եւ ճիշտ հաղորդակցումը եւ դրա նկատմամբ նաեւ հանրային բովանդակային վերաբերմունքի ձևավորումը։ Հայեցակարգում նկարագրվում են նաեւ ծրագրի իրականացման ֆինանսական ռազմավարության մշակման գործընթացը, որը ծրագրի արժեքի եւ բյուջետավորման գործընթացը կդարձնի ավելի համակարգված, ինչպես նաեւ ներդրումային հնարավորությունների եւ մասնավոր հատվածի ընդգրկվածության ուղղությունը կապահովի եւ ինչպես նաեւ նախատեսվում է նաեւ իրականացման փուլային ռազմավարության նկարագրությունը եւ այս իմաստով հայեցակարգը համալրվել է նորացված ժամանակացույցով եւ փուլերի նկարագրով, ինչը հստակեցնում է նաեւ իրագործման ընթացքից ակնկալիքները եւ առանձին նկարագրություն է ընկնում հաշվետվողականության համակարգի մասով, որն էլ երաշխավորելու է ծրագրի իրականացման թափանցիկությունը եւ հանրային վստահությունը։ Պետք է ասեմ, որ բուն շինարարական աշխատանքները նախատեսում ենք մեկնարկել 2027 թվականից հետևյալ աշխատանքների իրականացմամբ առաջին փուլում կկառուցվեն մինչև 4250 ուսանողների հյուրընկալելու տարողություն ունեցող ուսանողական կացարաններ, կմեկնարկեն եւ կիրականացվեն նաեւ հանրային նշանակության մշակութային բազմաֆունկցիոնալ համերգասրահի համաժողովների կենտրոնի կառուցումը, որի ընդհանուր ծավալը պլանավորված է ավելի քան 74000 քառակուսի մետր, ավելի քան 628 000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տեխնոլոգիական կլաստերի կառուցումը իր կրթական, հետազոտական եւ ճարտարագիտական ենթակառուցվածքներով։ Պետք է ասեմ, որ հենց այս պահին էլ մենք ակտիվ աշխատանքային փուլում ենք, մասնավորապես այս պահին մրցույթի են պատրաստվում համապատասխան ենթակառուցվածքների հետ կապված փաթեթները եւ առաջիկայում մենք ունենանք տարածքից բարձրաֆոլտ էլեկտրասյուների տեղափոխման եւ նաեւ ոռոգման համակարգի համար անհրաժեշտ աշխատանքների մրցույթները, ինչպես նաեւ զուգահեռաբար ընթանում են մյուս բովանդակային եւ այլ կազմակերպչական հարցերը։ Խնդրում եմ հաստատել, շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Անդրեասյան։ Իսկ մենք գազամատակարարման, ջրամատակարարման հոսանքի զուգահեռ մեր գործընկերների հետ խոսում ենք, որ իրանց ներդրումային պլաններում դա հաշվի առնեն։ Պարոն Գրիգորյան, այո, մենք այս թեմայով մի քանի նաև առանձին քննարկումներ ենք ունեցել, այդ թվում տկենի գործընկերների ակտիվ ներգրավմամբ եւ ձևավորված են համապատասխան աշխատանքային խմբեր եւ գլխավոր հատակագծի վերջնական փաթեթը, որը գտնվում է համալիր փորձաքննության եւ հաստատման ընթացակարգում, արդեն իսկ ներառում է բոլոր այդ ենթակառուցվածքներով լուծումները, որոնք բնականաբար կոմունիկացված եւ համաձայնեցված են մեր գործընկերների հետ։ Իսկ բուն իրականացման աշխատանքները, ինչպես ես նշեցի, արդեն առանձին մրցութային գործընթացներով կպլանավորվեն։ Հիմա մեր գործընկերների հետ խորհրդատվությամբ առաջին փուլի աշխատանքներն են ոռոգման համակարգի հետ կապված նախագծման մրցույթը, որը, ինչպես նշեցի, նախապատրաստական փուլում է ընթացքում է եւ այդ տարածքում գտնվող բարձրավոտ էլեկտրասյուների տեղափոխման process-ը, որը կապված է նաև առաջին փուլում, որտեղ պիտի աշխատանքները սկսենք, այդ աշխատանքների համար տարածքը նախապատրաստելու
անհրաժեշտությամբ։ Մենք նաև նախորդ տարի մեկնարկել էինք տարածքի մաքրման աշխատանքները, դա նույնպես կարևոր եմ համարում, որովհետև տարածքը պետք է պատրաստ լինի շինարարական աշխատանքների համար։ 2.7 հեկտար տարածք ըստ էության մաքրվել է աղբից եւ շուրջ 10,000 խորանարդ մետր աղբ հանվել է տարածքից եւ սա հնարավորություն է տալիս, որ այս նախապատրաստական աշխատանքներից հետո կարողանանք մեկնարկել բուն գետնի վրա այլ ենթակառուցվածքների հետ կապված գործերը, որը որ ինչպես նշեցի, ընթացքում է։ Սյուները բեցին, նա։ Այդ երևի պիտի հասկանանք, որպեսզի վստահ լինենք, որ այդ process-ն էլ է բյուջետավորված։ Մենք աշխատանքային խմբի շրջանակներում այդ բոլոր հարցերին պարոն Գրիգորյան անդրադառնում ենք, այսինքն մենք մի քանի հանդիպում ենք ունեցել գործընկերների հետ, այդ թվում այդ կազմակերպությունների, որոնք իրականացնում են ուսումնասիրությունների եւ ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը եւ այն աշխատանքները, որոնք պլանավորվում են իրականացվում են, այդ հարցերով աշխատանքները տարվում են։ Շատ լավ, բեցինն է այդ էլեկտրասյուները, թե էլեկտրական ցանցերին է։ Բեցի տիրույթում է եւ պատշաճ կոմունիկացիան եւ այդ հաղորդակցումը իրականացված է պարոն Գրիգորյան, նախագիծը մեզ տրամադրվում է տկենի գործընկերների կողմից, որի հիման վրա արդեն տեղափոխման բուն աշխատանքների մրցույթը կհայտարարվի, աշխատանքները ֆինանսավորվելու են ակադեմիական քաղաք ծրագրով նախատեսված ֆինանսավորման շրջանակներում, նախորդ տարվա համեմատ այս տարվա բյուջեում մենք կրկնակի ավել միջոցներ ունենք ակադեմիական քաղաք ծրագրի համար հատկացված, պիտի հիշեցնեմ, որ դա առանձնացված է որպես առանձին բյուջետային ծրագիր եւ մեր հաշվարկներն ու կանխատեսումը այնպիսին են, որ բյուջետավորումը ամբողջությամբ բավարար է լինելու առաջին փուլի այս ենթակառուցվածքների հետ կապված աշխատանքների իրականացման համար։ Շատ լավ, շնորհակալություն Տիկին Անդրեասյան, խնդրեմ հարցեր հարգելի գործընկերներ։ Չկան հարցեր։